Այս տարի Արարատյան շաբաթը կմեկնարկի հունիսի 1-ին Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակությամբ, որին կհաջորդեն Գայանյանց կույսերի, Սուրբ Հովհաննես Կարապետի եւ Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության տոները, Խոր Վիրապից Հայոց կաթողիկոսական գահի հիմնադիր Գրիգոր Լուսավորչի դուրս գալու հիշատակությունը։ Շաբաթը կավարտվի հուլիսի 7-ին կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնակատարությամբ։ Արարատյան շաբաթվա տոնակատարություններին ընդառաջ Կիրակի օրը մայիսի 31-ին հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն Քրիստոսի խաչափայտի մասունքը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը։ Ժամը 11-ին Սուրբ եւ անմահ պատարագ կմատուցվի Միածնաեջ Մայր տաճարում։ Մասունքները մայրավանքում կմնան մինչև ժամը 20-ը։ Սուրբ Հռիփսիմեի 18-րդ դարում պատրաստված արծաթյա ոսկեզոծ աչաձև մասունքարանը դուրս կբերվի երկուշաբթի օրը հունիսի 1-ին ժամը 9:30-ին եւ կտեղափոխվի Սուրբ Հռիփսիմե վանք։ 10:30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ։ Սուրբ Գայանեի Մադրասի հայկական համայնքի կողմից 1825 թվականին պատրաստված աչաձև մասունքարանը դուրս կբերվի հունիսի 2-ին ժամը 10-ին եւ կտեղափոխվի Սուրբ Գայանե վանք։ 10:30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ։ Սուրբ Հովհաննես Կարապետի եւ Աթանագինե եպիսկոպոսի մասունքները հունիսի 4-ին 10:30-ին կտեղափոխվեն Սուրբ Շողակաթ եկեղեցի, որտեղ կմատուցվի Պատարագ։ Հունիսի 6-ին մեր եկեղեցին կնշի Խոր Վիրապից Լուսավորչի դուրս գալու տոնը։ Սուրբ եւ անմահ պատարագ կմատուցվի Խոր Վիրապի վանքում, տոնի առիթով սրբավայր կտարվեն Լուսավորչի մասունքները։ Իսկ հունիսի 7-ին կնշենք կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։ Սուրբ Պատարագի ավարտին Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի անսասանության եւ հավետ պայծառության համար։ Տոնական բոլոր օրերին բազմաթիվ ուխտավորներ կմասնակցեն պատարագներին, կստանան ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ու կհաղորդակցվեն օրհնաբեր մասունքարաններից բխող զորությանը։ Հին Արտաշատի պեղումների ժամանակ բացահայտված բացառիկ եկեղեցին ամենայն հավանականությամբ կապված է Տրդատ Մեծի եւ Գրիգոր Լուսավորչի եկեղեցաշինության հետ։ Մատենադարանում սրբացված բեկորների հայտնությունը, Արտաշատի ութանիստ եկեղեցին 4-րդ դարի մեծադիր շինության բացահայտումը խորագրով ժամանակավոր ցուցադրության բացմանը հայ եւ գերմանացի հնագետները ներկայացրեցին քառամյա պեղումների արդյունքները։ Աշխատանքը շատ հետաքրքիր է, մեծ սպասելիքներ ունենք եւ ինչպես տեսնում եք արդեն իսկ մեծ ձեռքբերումներ կան։ Նման ճարտարապետության եկեղեցի, օկտագոնալ ութանկյուն, ութանիստ եկեղեցի մենք ընդհանրապես չունենք։ Հատկապես նու խոսքը Հայաստանի մասին է, հատկապես երբ որ խոսքը գնում է 4-րդ դարի սկզբի մասին։ Ասելով 4-րդ դարի սկիզբ, ես նկատի ունեմ առաջի 30-ամյակ, այսինքն եկեղեցին կառուցված է Տրդատ III եւ Լուսավորչի ջանքերով։ Հանդիսավոր բացման ժամանակ թե հետազոտողներին, թե հրավիրվածներին բացառիկ բացահայտումների կապակցությամբ շնորհավորեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը։ Նորագյուտ կառույցը հայտնաբերվել է հայ-գերմանական արտաքսատա համատեղ ծրագրի շրջանակում, երբ հնագետները պեղում էին անցկացնում Խոր Վիրապի մերձակայքում հին Արտաշատում։ Հայաստանի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ Մյունստերի համալսարանի անտիկ եւ քրիստոնեական շրջանի հնագիտության ինստիտուտի հնագետները մի քանի տարի տևած պեղումներից հետո հաստատում են. ամենայն հավանականությամբ հայտնաբերված ութանիստ կառույցը տարածաշրջանի ամենահին եկեղեցին է։ Սքանչելի բացահայտում էր, մենք ցնցված էինք, երբ տեսանք եկեղեցու ութանիստ ձևը եւ գիտակցեցինք, թե ինչ հին եկեղեցի է բացվել մեր առջև 4-րդ դարի սկզբի։ Մենք պեղումներ էինք անում Արարատ լեռան դիմաց Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի հետ կապված մի նշանակալի վայրում, որտեղից էլ սկիզբ է առել քրիստոնյա Հայաստանը ու հանկարծ հողի տակից լիովին անսպասելի բացվում է այս եկեղեցին։ Այնքան ակնհայտ էր այս գտածոյի կարևորությունը,
որ վախենում էինք խոսել լրագրողների հետ, նախքան համոզվելը, որ իրոք 4-րդ դարի եկեղեցու հետ գործ ունենք։ Եվ երբ 2024-ին վկայություններ գտանք թե եկեղեցու, թե դարաշրջանի վերաբերյալ, նաև գտանք քրիստոնեական պարագաներ, խաչ, վերջնականապես համոզվեցինք, որ մեր հայտնաբերած եկեղեցին հնագիտական առումով եւ ապացուցված տվյալներով ամենահին եկեղեցին է։ Մեր տվյալներով այս եկեղեցին ոչ միայն ամենահինն է Հայաստանում, այլև ավելի հին է Կոստանդինոս մեծ կայսեր կառուցած եկեղեցիներից Իտալիայում եւ Սուրբ Երկրում։ Ուստի մենք, ամբողջ Հայաստանը, իրավացիորեն կարող ենք հպարտանալ այս նորահայտ կոթողով։ 4-րդ դարի առաջին քառորդ են թվագրվում հողի տակից դուրս բերված սակավ, բայց կարևոր գտածոները։ Հնամենի գամերով են միացված եղել եկեղեցու տանիքի փայտյա հենքի գերանները։ Սպիտակ մարմարի բազմաթիվ կտորներ հայտնաբերվել են եկեղեցու կենտրոնական մասում։ Դրանք Սուրբ Սեղանի բեկորներն են։ Հնագետները ենթադրում են, որ եկեղեցին ավերողները նախ Սուրբ Սեղանն են կոտրել, ապա հրդեհել եկեղեցին։ Սուրբ Սեղանի մարմարն էլ հազվագյուտ է եւ արժեքավոր, ներմուծված է եղել միջերկրածովյան քարհանքերից, ինչը վկայում է, որ եկեղեցու հանդեպ հատուկ հոգացություն է եղել։ Եկեղեցին տեղակայված է Ստորին քաղաքի սրտում եւ դա էլ է ընդգծում նրա կարեւորությունը հենց քաղաքի կենտրոնում, Ստորին քաղաքի կենտրոնում կանգնած է եղել այդ հսկայածավալ եկեղեցին, որը առնվազն 1000 քառակուսի մետր տարածք է ունեցել։ Եթե դրան գումարենք նաեւ կից կառույցները, որոնց հետքերը մենք արդեն իսկ ունենք գեոֆիզիկայի շնորհիվ, ապա համալիրը ինքնին շատ տպավորիչ է եղել։ Իսկապես մայրաքաղաքին արժանի եկեղեցական համալիր։ Այնպես որ մենք անհամբերությամբ սպասում ենք գալիք Պեղաշրջանին 23 թվականին առաջի անգամ բացվեց եկեղեցու հարավային էքսեդրայի պատերը, որմերը, որը առաջին հայացքից շատ կասկածի տվյալներ տվեց, այսինքն մենք անմիջապես չիմացանք, որ մենք գործ ունենք եկեղեցու հետ, ինչ ասես անգամ տարատեսակ բնույթի կառույցների հետ էինք կապակցում նրանց, օրինակ հռոմեական մաչելում, շուկա, այսպես ասած, որ հատակագծորեն որոշակի շատ նման էր չափերը, շարվածքը, իրականացրեցինք զոնդաժային աշխատանքներ, հայտնաբերեցինք շատ հետաքրքիր արտեֆակտներ, սվաղը, տասնյակ հազարավոր կղմինդրի բեկորներ, միջև անգամ արձանագիր բեկոր նույն թվականի արդեն դեպի աշուն իրականացվեցին այսպես օդալուսանկարանային աշխատանքներ, գեոֆիզիկական աշխատանքներ, մենք հասկացանք, որ գործ ունենք ամենայն հավանականությամբ եկեղեցու հետ եւ 2024 թվականին, երբ որ մեկնարկեցինք պեղումները եւ ես ինքս աշխատում էի կենտրոնական հատվածում, որտեղ հենց տեղակայված էր այսպես պատարակասեղանը, այսպես նրան կոչենք, Սուրբ Սեղանը, տասնյակներով բեկորներ հայտնաբերվեցին բավականաչափ այրված արձանագրություններով, ինչպես տեսակ լատիներեն, որոնք հավանականությամբ արվել են վարպետների համար, որպեսզի տեղը հստակ ֆիքսված լինի, որի շարունակությունն է եւ այլն։ Եվ այո, գտածոները մի փոքրիկ քիչ են, այսպես նյութական մշակույթի, բայց ինքը ճարտարապետորեն եւ ամեն ինչով հանդերձ ինքը բացառիկ մի եկեղեցի է, որը փաստորեն Մերձավոր Արևելքում թերևս ըստ հնագիտական մեր հետազոտությունների ամենավաղն է։ Հայտնի չէ, թե երբ եւ որտեղ են կառուցվել առաջին ութանիստ եկեղեցիները։ Կոստանդինոս մեծն է Բեթխեհեմում եւ Անտիոքում կառուցել նման եկեղեցիներ։ Կապադովկիայի վաղ քրիստոնեական եկեղեցիների մեջ կան ութանիստ տեսակներ։ Մասնագետները համոզված են, կոթողի տարիքը ճշտելու այնպիսի մեթոդներ են կիրառել, որ ակնհայտ է։ Հին Արտաշատում հայտնաբերվածը գոնե Կոստանդինոսյան տաճարներից ավելի հին է։ Տարբեր մեթոդներ կիրառեցինք, թե ավանդական պեղումների, բայց թե նաև նոր գիտական մեթոդներ։ Գեոմագնիսական սարքով մենք տեսանք հողի չերևացող շերտերը առանց դրանք փորելու։ Սա էր մեր կիրառած ամենակարևոր մեթոդներից մեկը։ Իսկ ժամանակագրությունը ճշտելու համար կիրառեցինք ռադիոածխածնային թվագրում, որը ամենաստույգ մեթոդն է, երբ գործ ունենք փայտի եւ այլ օրգանական նյութերի հետ։ Հենց այս մեթոդի շնորհիվ որոշեցինք ստույգ ժամանակաշրջանը 4-րդ դարի սկիզբ։
Մինչ գիտական արդյունքների հայտնվելը այս տարածքում եկեղեցու գոյության մասին որոշ տեղեկություններ հայտնի էին ձեռագրերից, նշեց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։ Դրա մասին վկայություն են թողել 4-րդ եւ 5-րդ դարի պատմիչներ Ագաթան Գեղոսն ու Փավստոս Բուզանդը։ Ցուցադրությանը հնավայրի ամբողջ տարածքն է ներկայացված, մանրամասն տեղեկություններով եկեղեցու հատակագծի, ճարտարապետության, շինարարական նյութերի եւ կառուցման եղանակների մասին։ Բացման արարողությունից հետո աշխատարան քննարկմանը մասնագետներն առաջին անգամ մանրամասնորեն ներկայացրեցին տարիների աշխատանքի արդյունքները։ Հերմինե Հակոբյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Տեր Տիգրանն ավելի քան 4 տարի ծառայում է Սունյաց թեմում։ Տեր Ահարոնի հետ սպասավորում են Գորիսի տարածաշրջանում։ Տեր հայրը ծնունդով Արարատի մարզից է։ Ծառայության կոչվելուն պես ընտանիքի հետ հաստատվել է Գորիսում։ Երիտասարդ հոգևորականն այս տարիների ընթացքում փորձել է ծանոթանալ սյունեցիների նիստուկացին, ապրել նրանց հոգսերով ու ուրախություններով։ Որքան գնում եմ, այնքան վստահանում եմ, որ սյունեցիները շատ խորը հոգևոր արմատներ ունեն եւ ունեն այնպիսի հետարքիր ավանդություններ, սովորություններ, որ իրենց կապված է պահել իրենց հայրերի հավատին։ Վառ վկայությունը մեր Սյունիքում արկա սրբավայրերն են։ Գրեթե ամեն գյուղ ունի իր սրբավայրը կամ սրբավայրերը, որոնք խոսուն վկայությունն են այստեղ հոգևոր կյանքի խոր արմատների։ Բայց իհարկե մեր օրերում, մեր շրջանում շատ մեծ կարիք կա մարդկանց վերստին բերելու իրենց արմատներին, ճանաչեցնելու, մոտեցնելու, որպեսզի վերստին սկսեն ապրել իրենց լիարժեք հոգևոր կյանքը եւ ինչպես որ նախկինում է եղել մեր հայրերը շատ մեծ բաժին եւ մաս են հատկացրել, մաս են տվել իրենց եկեղեցուն, իրենց հավատքին, հոգևոր կյանքին։ Եվ այժմ մենք կարիք ունենք վերստին վերադառնալու մեր հոգևոր լիարժեք կյանքին։ Հոգևոր ծառայության ընթացքում իր կարևոր ձեռքբերումը Տեր հայրը համարում է համայնքի հետ ջերմ ու մտերիմ հարաբերությունների ձևավորումը, որի շնորհիվ ավելանում են եկեղեցի եկողները, ձևավորվում են հզոր ու ամուր համայնքներ։ Հոգենորոք դեր ունի եկեղեցին իմ կյանքում, ավելի շատ թերևս ինքս ինձ գտնելու եւ ինքս ինձ հասկանալու կարեւորությունն է եկեղեցին ինձ համար։ Մեր համայնքի երիտասարդ միությունը եւս այս տարի ՀՀՄ-ի կազմակերպած գնացությանը իր մասնակցությունը ունեցավ, տպավորությունները շատ բարձր էին, հատկապես շատ կարևորում եմ ամբողջ աշխարհի հայության հետ մեր շփման ակտիվության դերը այդ ՀՀՄ-ի կազմակերպչական գործում։ Եկեղեցական օրերը շատ հագեցած է մեր եւ օգտագնացություններով, ուխտերթերով, մեր ամեն գիրակնորյա Սուրբ եւ Անմահ պատարագներով, 5 շաբթի, 4 շաբթի աղոթքներով, մեր առանձնական աղոթքներով, ընդհանրական աղոթքներով, մի համատեղ գնում ենք զբոսայցեր եւ եկեղեցական վայրեր այցելելով եւ առանձին։ Քահանաների եւ համայնքի երիտասարդների սերտ շփման արդյունքում արդեն մի քանի տղա ցանկություն է հայտնել հոգևորական դառնալ։ Հայկը պատրաստվում է դիմել Գևորգյան հոգևոր ճեմարան։ Համայնքի մի քանի տղաներ դպիր են ձեռնադրվել, ուրար կրելու հնարավորություն ունեն եւ իրենց ծառայությամբ նեցուկ են քահանաներին։ Իմ ծառայության ընթացքին ասորտությամբ հնարավոր եղավ իրականացնելու շատ ծրագրեր։ Իհարկե դրանցից կարևորներից մեկը մեր Գորիսի տարածաշրջանում եւ հատկապես գյուղերում, սահմանամերձ գյուղերում գիրակնորյա դպրոցների ստեղծումն էր եւ մեր սարկավակ եղբայրների, օգնական ուսուցիչների հետ միասին հոգևոր դասընթացներ անցկացնելը։ Իհարկե դրան զուգահեռ նաեւ շատ ուխտագնացություններ կարողացանք կատարել եւ իհարկե սրանով պայմանավորված մեր եկեղեցու երիտասարդաց կյանքը սկսեց մի տեսակ հոգևոր
զարթոնք ու առաջընթաց ունենալ։ Եվ այսօր ունենք երիտասարդներ, որ ընդգրկված են եկեղեցու կյանքում, աղոթական կյանքում, նաև եկեղեցու այլ գործառույթներում իրենց ներդրումն ու մասնակցությունը ունեն։ Եկեղեցու երգչախումբը ևս կազմված է Գորիսի երաժշտական դպրոցի սաներից եւ հավատացյալներից, որոնք կամավորության սկզբունքով ծառայում են իրենց համայնքի սրբավայրերում։ Սյունյաց թեմն ակտիվ մասնակցում է նաեւ Մայրաթորի կազմակերպած զանազան ծրագրերին, երիտասարդական ուխտագնացություններին։ Այս տարիներին կարողացանք Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ իրականացնել քարոզչական ծրագրեր, որը առնչվեց իհարկե նաև կիրակնօրյա դպրոցների հետ։ Մենք շուրջ 5 գյուղերում կարողացանք իրականացնել Քայլող ավետարան ծրագիրը եւ Վիկտորինա ծրագիրը, որը իրենց ենթադրում է Սուրբ Գրքի Վիկտորինան, հայ Սուրբ Գրքի գիտելիքների, որում ընդգրկվեցին եւ Գորիսի տարածաշրջանի կիրակնօրյա մեր սաները եւ նաեւ Սիսիանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների սաները։ 5-ական երեխաներ պատրաստվեցին եւ մեծ ուրախությամբ, մեծ ողջավորությամբ կարողացանք իրականացնել նաեւ այդ ծրագիրը, որը իհարկե էլի նպաստեց մեր երեխաների հոգեվոր կրթությանը, զարգացմանը։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։